8-ամյա Արևիկի հունիս 1-յան տոնը հոբելենական էր, խոսքը Արևիկ հանդեսի մասին է, լույս է տեսել ամսագրի 50-րդ համարը։ Սևով սպիտակի վրա, բայց բազմագույն ու երբներանք Արևիկը վիրահայ մանուկների ամենասիրած ամսագիրն է, որը օգնում է նրանց հավատարիմ մնալ մեր ազգային գաղափարներին։ Ես սիրում եմ Արևիկը և տխրում շատ, ինչու գույներ չունի նաև մեր հանդեսը, ախր ով է տեսել երազ առանց գույնի, Արևիկից գույներ կուզեմ։ Մանկական հանդեսի երիտասարդ ընթերցողներն իրենց կարծիքները հենց ամսաթերթում զետեղելու հնարավորություն ունեն։ Արևիկի էջերը գունավոր տեսնելու ջավախահայ փոքրիկ ընթերցողի ցանկությունն էլ հոբելյանական 50-րդ համարում կարծիքներին ու ցանկություններին հատկացված էջում էր։ Արևիկը վիրահայ երեխաների համար դարձավ այն լույսի շողը, որը հնարավորություն տվեց իրենց հետաքրքրող թեմաներով հայատառ էջեր ընթերցել, իրենց ստեղծագործությունները տպագրել, ինքնադրսևորվել և վերջապես ինքնահաստատվել որպես Հայաստանից Թերևս սա էր պատճառը, որ մեր երկրի Սփյուռքի նախարարությունը որոշեց ամսաթերթի հիմնադրումից թեկուզ 8 տարի անց իր աջակցությունը ցուցաբերել այդ բարի գործին։ Աշխատանք, որը հիմնադիրներն անում են երեխաներին ուրախ տեսնելու, նրանց հայ պահելու և երեխաների բոլոր տաղանդները բացահայտելու ու խրախուսելու համար։ Ինչքան տաղանդավոր երեխաներ կան, որոնց նկարները մեր ցանկությունն է, որ ոչ թե միայն լինեն թերթերում և իրենք ուրախանան այդ թերթերում տեսնելով, այլ իրենց նկատեն, իրենց տաղանդը գնահատեն և կարող է հենց այս տաղանդավոր երեխաները այս նկարներով, իրենց ոտանավորներով ավելի առաջ գնան։ Մենք կհամարենք, որ մենք արել ենք շատ մեծ գործ։ Հանդեսում զետեղվող տաղանդավոր երեխաների նկարները կամ ստեղծագործությունները հաճախ հենց իրենց սերնդակիցներն են ընտրում, որպեսզի խտրականություն չլինի։ Շատ անգամ ցուցահանդեսները ավելի են մեզ օգնում ընտրելու երեխաների նկարները և իրենք հենց երեխաները գնահատում են տարբեր աշխատանքներ։ Արևիկ ամսաթերթը հիմնադրվել է Արևիկ հիմնադրամի ստեղծումից ուղիղ 1 տարի անց։ Բացի այն, որ երեխաների ուժերով և երեխաների համար բազմաբնույթ միջոցառումներ էին կազմակերպվում, հիմնադրամն օգնում էր սոցիալապես անապահով և վատառողջ երեխաներին, հիմնադրամի կազմը որոշեց նաև ամսաթերթ հիմնել։ Եվ այսօր Արևիկը հիմնադրամի ամենանշանակալի արդյունքը կարելի է համարել։ 20 էջերն իրենց մեջ պարունակում են հոգեբանություն, մշակույթ, կրոն, դիցաբանություն, դպրոցական կյանք, դաստիարակչական էջ, մանկական հանրագիտարան։ Եվ այս ամենը խնամքով խմբավորում, խմբագրում ու ձևավորողին է հանձնում տիկին Էմման, որն առանց երկար մտածելու բնակարանը վերածել է Արևիկի խմբագրատան։ Տիկին Էմմայի ձեռքին արդեն ամսաթերթի 50-րդ համարն է։ Լույս տեսավ Արևիկի վերջին համարը, համար 50-ը հոբելյանականը, և այս թերթը առանձնապես աչքի է ընկնում այն իմաստով, որ զետեղել ենք Արևիկի ընթերցողների բանաստեղծությունները նվիրված ամսաթերթին, թե ինչ նշանակություն ունեն այդ բանաստեղծությունները այդ Արևիկ ամսաթերթը երեխաների կյանքում։ Աննան ամսաթերթի միակ փոքրիկ աշխատակցուհին է։ Նրա պատասխանատվության տակ է մանուկներին հետաքրքրող լուրերի էջը։ Ի դեպ, Աննան ծնվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչպես Արևիկի առաջին համարը։ Հոբելյանական 50-րդ Արևիկը կրկին համընկավ երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մի խոսքով, ամեն ինչ միայն և հանուն երեխաների։ Ռուզաննա Վարդերեսյան, Էդգար Դավթյան, Հայլուր, Թբիլիսի։